Պարոն Հովհաննիսյան, եկեղեցականների թեման ինչպես տեսնում ենք թեժացավ ավելի, երեք երբ վարչապետը խոսեց, որ եկեղեցին վերածվել է ճուլանի, որոշ հոգևորականներ վիրավորական արտահայտություններ արեցին նրա հասցեին, մասնավորապես Գուգարաց թեմի առաջնորդը, եւ կարծեք թե հենց այս ամենը սկսեց նրա այդ վիրավորական արտահայտություններից, իհարկե հետ չէր մնում նաեւ Շիրակի թեմի առաջնորդը։ Այ ես խնդրեմ ասել, արդյոք ձեր հանդուրժողականությունն էր գուցե պատճառը, որ եկեղեցականները այս տեսակ արտահայտություններ են անում իշխող թիմի, նաեւ վարչապետի հասցեին։ Երևի, փաստորեն, որովհետև ես ուզում եմ կրկնեմ, որ մենք 7 տարի փորձել ենք հնարավորինս հանդուրժող լինել մեր անձերին, ընտանիքի անդամներին, ուղղված ամենավերջին հայհոյանքներին, վիրավորանքներին, ստերին, կեղծիքներին, անբարոյական վարվելակերպին եւ այլն, եւ ապշեցուցիչ չէր, որ նման ուրեմն վարքագիծ էին դրսևորում նաեւ եկեղեցու ներկայացուցիչները, եպիսկոպոսներ, անունով սրբազաններ, մարդկանց կնքողներ, մարդկանց հարսանիքների ծեսեր անող, մարդկանց թաղողները փողով։ Հիմա եկել էին, ընկել են ողջերի հետևից, մարդկանց հետևից, որոնք փորձում են Հայաստանի Հանրապետության պետականությունը ատամներով պահել։ Այդ են անում եկեղեցականներն այսօր, կռիվ են տալի Հայաստանի Հանրապետության պետականության հետ, որովհետև պետականությունը իրանց տեղը փոքրացնում է երևի, հարստությունը քչացնում է, սահմանային անցակետերի հսկողությունը ուժեղացնում է եւ այլն եւ այդպես շարունակ։ Չէ՞ որ եթե կա պետություն, սահմանային անցակետերի հսկողությունը ուժեղ են, այլ եւ եկեղեցականների մի մասը երևի դրանից է նեղվում։ Ինչ որ բաներ կար, որ պետքա բերեին, հիմա չեն կարող բերեն։ Կարող է, հարցը տեղը։ Իսկ ինչ վերաբերում առասարակ, ես այո, գիտեմ միգուցե որոշ մեր քաղաքացիների դուր չի գալիս, որ սուր խոսույթ է քաղաքական եւ այլն եւ այդպես շարունակ, միգուցե տեղ-տեղ ոչ քաղաքական, բայց սուր խոսույթ չի կարող չլինել այն երևույթների վերաբերյալ, որոնք հնարավորություն տասնամյակներով շարունակ այսպես ասած սրբացվել են, բայց տակը ամենավերջին սրբապղծություններն են տեղի ունեցել, դրանց պետք է սուր անդրադառնալ, որ ջրերս դուրս գա իրականությունը եւ հնարավոր լինի այդ սուր խուսակցության ընթացքում բացահայտել ճշմարտությունները եւ ասել են ամեն ինչ որ հնարավոր է եւ մենք ասելու ենք ամեն ինչ ու պատրելու ենք թե եկեղեցականների դիմակները թե նաեւ եկեղեցուց դուրս գտնվող մի շարք անձանց դիմակներ, որոնք այսօր իրանց ինչ որ դրել են սրբերի կամ կեղծ բարեպաշտների տեղ փորձում են այլոց ինչ որ բաներ սովորեցնել զուգահեռաբար հայելով մարդկանց, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից եւ քարկոծելով պետականությունը։ Սա է պատկերը, կարծում եմ մարդկանց ծանոթ իրավիճակ էր, ուղղակի հիմա խոսույթն է սրվել եւ իրականությունը ել ավելի տեսանելի է դարձել։ Իսկ մտավախություն չունեք, որ այդ խոսույթը կարող են օգտագործել ձեր դեմ, հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ձեր այս հարցին անդրադառնալիս նախորդ հարցի սկզբին էլ պետք է անդրադառնալ, վարչապետի խոսույթը ճուլաններ դարձնելու մասին եկեղեցիները։ Եկեղեցուն վնասելու եւ վարկաբեկելու մասին չի, եկեղեցուն օգնելու մասին է։ Իսկ ինչ որ մեկը օքեյ է, որ տենց է։ Այսինքն հիմա ինչ դուք եկել բողոքում եք, որ չէ, եկեք տենց թողենք, ինչի մասին է բողոքն ու դժգոհությունը, որ ասվել է այն ինչ որ կա, հա, դրանից է դժգոհությունը, ասվել է այն ինչ որ կա։ Եթե դրա հակառակն է, ապա խնդրեմ ապացուցեք, որ դրա հակառակն է, բայց դուք չեք կարողանում դա ապացուցել, որովհետև այդպես է։ Եվ ինչ վերաբերում է կրոնին եւ այլն եւ այդպես շարունակ, ես պետք է էլի ասեմ, մենք չենք խոսում հավատքի մասին, չենք խոսում քրիստոնեության մասին, չենք խոսում հայ առաքելական եկեղեցու մասին, մենք խոսում ենք կոնկրետ մարդկանց մասին, որոնք պղծում են հայ առաքելական եկեղեցին։ Բայց արդեն ձեր դեմ փորձում են դա օգտագործել, մասնավորապես ձեր դիմադիր գործընկերները, դրա տակ տեսան օրինակ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը, Գարեգին բան գնացել է Շվեյցարիա մասնակցելու եկեղեցական ինչ որ համաժողովի եւ կապելով այս ամեն ինչը դրա հետ։ Դա զառանցանք է։ Ընդդիմությունը ինչպես մի զառանցում է, ես դրանից ավելի բան ասել չեմ կարող։ Իսկ առհասարակ ինչ սպասել ընդդիմադիրներից, նաև Բագրատ Գալստանյանը ակտիվացել է, ասել է, որ ամեն ինչ անելու են 2026-ին ԿՊ իշխանության չլինի, ինչ որ էլի շարժում են փորձում ակտիվացնել։ Երևի էլի ինչ որ կփորձեն, չեմ պատկերացնում, անկեղծ ես բավականին լավ պատկերացում ունեմ, բայց այս դեպքում չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ պետք է անի ընդդիմությունը, ինչ որ մի նոր ապապետական բան կմտածեն էլի։ Օրինակ եկեղեցականները Ռոբերտ Քոչյանի կամ Սերժ Սարգսյանի տարիներին համարձակություն կունենային, թեթև նույնիսկ կշտամբել այդ ժամանակվա ղեկավարներին։ Դե ձեր հարցի պատասխանը տալիս է պատմությունը եւ նախորդ տարիների իրողությունները եւ միանշանակ ոչ է այդ հարցի պատասխանը, որովհետեւ գլուխներ կտրնային եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ բառս ուղիղ իմաստով գլուխներ կտրնային, ոչ թե փոխաբերական։
Իսկ առհասարակ տեղեկությունն եք եկեղեցու ներսում այն մարդիկ, որոնք կարելի ասել ապաքաղաքական են, չեն խառնվում այս ամեն ինչին, ինչ դիրքորոշում ունեն այս ամենի Մի շարք մասին։ եկեղեցականների եմ ճանաչում, նաև բավականին բարձրաստիճան, որոնք պետության կողքին են եւ մենք էլ իրենց կողքին ենք մինչև վերջ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։